Ըստ Փաշինյանի, եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող է նա այդ կերպ խոսել։ Շանտաժը վախեցնում է ժողովրդին։ Պատերազմ ոնց են գորում, ասում են ձեր աշխարհը Ադրբեջանն ալնի։ Դու համաձայն ես դրան։ Իմ ասածին դու համաձայն ես, որ իրենք Ալեն Սիմոնյանը վախեց ինձ ասում։ Բայց նա շանտաժանում։ Այսինքն պատերազմ չի լինելու սեպտեմբերին, չվախ։ Ահպեր չի լինելու, ոչ մի չի լինելու։ Դե ես դրան այնքան էլ կողմ չեմ, որովհետև ստրախովկա է անում էլի իր ընտրությունների համար, ես սենց եմ մտածում, այդպես չի, որ ով էլ ընտրվի ինքը պատերազմին գնալու է, պատերազմը արհավիք է, ոչ մեկին ձեռ չի տալիս, ոչ մեկին էլ տես չի, 50 է, շանտաժել է, ննցել է աղբել։ Ես կուզեմ ինքը մի քիչ թույլ ղեկավար է, ինքը իր թշնամիներին գրուպի չի վերաբերում։ Ախորպես դանը մի տուրեր ունակ թե։ Այդ արդեն ներվե բանցտավ արդեն, ճաշուն բանցտավ։ Շանտաժ, հա։ Վայնջաբա։ Պապերս Թուրքիայից են եկել, պատմում էր, ինչ ասում որ ախորդ ընկեր, ասում ընկեր ասում ինձ առաջն եկել, քեզ սպանեմ։ Նոր պապես պատմում էր։ Հիմա ասեն ինձ Թուրքիայից ինչ եկերություն, ախորությունը դի։ Էդի կյանքում չած որ ախորությունը դի։ Դու բայն չանամ ախորպես, բայն չանամ, որ շանտաժ չանեմ, ինչ անեմ բա։ Շանտաժել եմ любом случае, կա հնարավոր է վախի մեկի վրա ուրիշ ձև ազդի Պոլիտիկա է դա, արդեն ճիշտ պոլիտիկա է։ Դու չգիտես, կարող է հիմա խոսում ասենց ընտրվի, արդեն կարող է մտածի։ Այդ ոչ թե շանտաժ է, դա հենց ինքը մարդկանց վախցնում է, հենց այն մարդկանց է վախցնում, ովքեր որ զինծառայող ունեն, հենց ինքը մնալուց է պատերազմը սկսվելու։ Արցախը տվինք, M1-ը տվինք, գոնե ինչքան կա դրանով բավարարենք պահենք։ Մեր ժողովուրդը կարան ապրեն այս հողի վրա։ Կարելի ասել, որ ժամանակավոր դադար է։ Ալևից լապան չենք սպասեն, տեսնեք ինչ կլել է, որ շատ խրուպտիր է, նուր պահել է խողողությունը, տեսնեք ինչով կվերջանը, լարված սպասում ենք, լարված։ Փաշինյանը, որ ասում է, որ ընձի չընտրեն, պատերազմա լինելու, այսինքն ինքը Թուրքի հետ այդքան կապված է, ինքը պետք է խնդրի թուրքերին, որ հայերի վրա հարձակում գործեն, այտենց է չէ դուրս գալի խոսքը։ Եթե ինքը այդ արտահայտությունը անում է, հետագայի մասին չի մտածում, որ ինքը տենց արտահայտություն է, որ ինչ չընտրեն, պատերազմա լինելու, դա ինչ արտահայտություն է, քեզ խենք ընտրե, հենց դրա համար էլ բոլոր ժողովուրդն չպիտի ընտրի, իր այդ ուլտիմատումի համար, ինքով դառավ, մեզանով մարդադառը հիմա ուզում է, մենք իրան կրկին ընտրենք, ինչի համար ընտրենք, ինչ լավ բան արի ժողովրդի համար։ Մի օր եկել է Ռոբերտ Քոչարյանին հիմա մի հատ ժող կներեք, մի անձի կանգնացրե հետաքրքրվե ոնց է ապրում, ոնց չես ապրում, իրա ինչ ընտրենք։ Ճիշտ է, ես իր համար շատ ձայներ եմ հավաքել սկզբից տարի, բայց հիմա փոշմանել եմ։ Ազնվությամբ, շանտաժ անում։ Խիպտ ընտրենք, ոչ մեկը չեն ընտրի իրան էլ։ Ինչ լավ բան արի ժողովրդի համար, որ ընտրի։